քան իրավիճակից, որը նկարագրեցին իմ գործընկերները, որովհետև այն մարդը, որը որոշում է կայացնում, ամենայն հավանականությամբ հանրապետություն 1 հասցեում նստած չի։ Արտաքին քաղաքական որոշումները կայացվում են Հայաստանից դուրս, շատ հարցերում, շատ որոշումներ կայացվում են Հայաստանից դուրս եւ պարտադրվում են այն մեկին, ով հանրապետության հրապարակի վրա է նստած, եւ այդ մեկը իր իշխանությունը պահելու համար գնում է բոլոր զիջումների։ Հիշեցնեմ, որ նվազք քան 24 ժամ առաջ Ֆիդան հայտարարել էր, որ այն քաղաքականությունը, որը վարում է Նիկոլ Փաշինյանը, իրենց համար ընդունելի քաղաքականությունը եւ իրենք ամեն ինչ պիտի անեն, որպեսզի այդ քաղաքական կուրսը Հայաստանը շարունակի պահել։ Եվ դա օրինակի մոտ ողջամիտ կասկած է առաջացնում, արդյոք այդ կուրսը մշակվել է Երևանում, թե Անկարայում։ Եվ հիշեցնեմ, որ Թուրքիայի նման լկտի միջամտությունը առաջի անգամը չէ։ 21 թվականի փետրվարին, երբ գլխավոր շտաբի գեներալիտետը Նիկոլ Փաշինյանին պահանջներ ներկայացրեց, հրաժարականի պահանջ ներկայացրեց, շատ օպերատիվ կերպով, ընդամենը մի ժամ, 2 ժամ հետո Թուրքիայի արտգործնախարարը ուղղակի սպառնաց, որ Թուրքիան Հայաստանի քաղաքական կուրսի փոփոխություն չի հանդուրժի եւ սանից ելնելով դարձյալ հարց, քաղաքական կուրսը Երևանում է մշակվում, թե Անկարայում է մշակվում եւ համաձայնեցման գործում ով ավելի շատ խոսք ունի ասելու։ Նույնը կարող եմ ասել նաեւ Բաքվի վերաբերյալ, վերջը Բաքվին ինչ որոշվում է, այնտեղ այն Հայաստանում իրականացվում է։ Շատ հեռու չգնանք, խաղաղության, այսպես կոչված խաղաղության պայմանագրի տեքստը։ Ես եւ մեր ֆրակցիայից 3 գործընկերներ տեսել ենք այդ գործընթացը, չէ՞, ինչպես այդ փաստաթուղթը համաձայնեցվում։ Հիմա դրա մասին շատ բան չեմ կարող ասել, բայց օրինակ անցյալ տարի մարտ ամսին սկզբից Բաքուն դա հայտարարեց, հետո Երևանը հաստատեց, որ այն երկու կետերը, որոնց շուրջ կար անհամաձայնություն, այլևս վերացած է, որովհետև Հայաստանը ընդունել է այն խմբագրությունը, որը առաջարկել էր Բաքուն։ Գոնե այդ երկուսի մասով հստակ կարող եմ ասել, եւ ասել ապացուցելու կարիք էլ չկա, լա, որ ասեմ իսկ առաջի երկուսն էլ նույնն է եղել։ Վերջի երկուսը գոնե տենց կա, եւ մենք խորհրդանում Արադ Միրզոյանից անընդհատ փորձել ենք հասկանալ, լավ է 17 կետ է, որը սկզբից 16, հետո դարավ 12, այդ կետերից որ մեկն է, էլի որ հայկական խմբագրությունն է վերջնական տեքստում տեղ գտել, գաղտնի չեն եղել քննարկումները, հրապարակային են եղել եւ չգիտեմ կլինի մեկը, որ ասի Արադ Միրզոյանն օրինակ ասեց, այս բառը որ փոխարինվեն մենք ենք առաջարկել։ Սա է արտաքին քաղաքականությունում բազմաթիվ այլ կենտրոններ որոշում են եւ Փաշինյանը ըմտորեն կարողանում է խուսանավել կամ մանևրել այդ ուժերի միջև պայելով իր իշխանությունը, այնպես որ այստեղ իհարկե տարբերվում է իրականությունը։ Հիմա ինչ վերաբերում է Թրամփի ուղի եւ ընդհանրապես այն փաթեթին, որը ստորագրվել է Վաշինգտոնում։ Նախ երկու փաթեթի վրա, երկու թղթի վրա կենտրոնանանք, այն ինչ որ նախաստորագրվել է եւ այն ինչ որ ստորագրվել է։ Մյուսեն մեմորանդումներին մենակ Հայաստանում արհեստական բանականության կենտրոն, սերվերային ֆերմաներ եւ դրան դեռ չանդրադառնանք։ Հիմա, եթե թուղթը այդքան լավն է, եւ Հայաստանի իշխանությունն ասում են այդ թուղթը, որը նախաստորագրվել է մեր շահերից է բխում, դեր դեպքում հարց առաջան, բայց եթե ձեր շահերից է բխում, ինչի՞ չեք ստորագրում։ Չէ, Ադրբեջանի տեքստն է։ Հիշեցնեմ, որ ստորագրվել է մարտին, հետո Ադրբեջանը ռմբակոծում էր հայկական գյուղերը հարավում, հիշում եք, չէ՞, այդ ամեն ինչը։
Այսինքն ուժի դրանից բացի եղել է Մարկո Ռուբիոյի հայտարարությունը, որ Հայաստանը ներխուժման վտանգի առաջ է կանգնած, բայց այդքան լավն էր, ստորագրեիք, եթե լավը չէր, ինչի՞ կմա վեր կենամ սազնարել գովում բոլորին։ Նմանապես Մարալագոյում դեկտեմբերի վերջին, երբ հանդիպեցին Թրամփը եւ Նեթանյահուն, հիշում եք Թրամփը ինչ խոստով անեց, ինչ բարձ ասեց, չէին ուզում 200% տարիֆով սպառնացի, մի ժամ հետո եկան ստորագրեցին։ Բայց եթե այդքան լավն է, հիմա որ sense թարն արել եք, թամանչան արել եք, բամբիրն ու ծնծղան արել եք ու գովում եք, վայ ինչ լավ թուղթ ենք ստորագրել։ Է շուտ գնայեք ստորագրեք, ինչի եք սպասում, որ Թրամփը 200%-անոց տարիֆներով, ներմուծման մաքսատուրքերով սպառնի։ Հիմա այդ թղթի հետ կապված, արդեն մի քիչ ավելի բովանդակային անդրադառնամ, ինչքան ժամանակ ունեմ։ Շատ լավ։ Տեսեք, երբ 99-ի վերջից 90-ականների 90-ի սկզբից այլևս Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ճանապարհները երկաթուղային եւ ավտոմոբիլային փակված էին, Ադրբեջանից Հայաստան մտող գազամուղ, նավթանուղ ամեն ինչը փակված էր։ Եվ երևի հենց 90 թվականից սկսած Հայաստանը ի պատասխան դրան Հայաստանը իհարկե փակեց Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև հաղորդակցությունը։ Բնական։ Եւ կարգավորման բոլոր առաջարկներում մենք հայկական բոլոր իշխանություններն ասում էին տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակում։ Այսինքն Հայաստանը բացում է Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև անցումը, որը փակվել էր ի պատասխան Ադրբեջանի ճշնամական գործողությունների, Ադրբեջանը բացում էր Հայաստանի շրջափակումը, ներառյալ էներգետիկ ենթակառուցվածքները ոչ միայն գնացք եւ ավտոմոբիլային։ Եվ Թուրքիան բացում է Հայաստանից արևմուտք գնացող ճանապարհը, որովհետև 93 թվականի ապրիլին Քարվաճարի ազատագրումից հետո Թուրքիան փակեց նաև թե Գյումրի Կարսը եւ թե ուրեմն Մարգարայի ավտոմոբիլային ճանապարհը։ Հիմա ինչքան էլ այս իշխանությունները ասում են հայ-թուրքական հարաբերությունները կապ չունեն հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ, հիմա թուրքերը 100 անգամ դա կրկնում են։ Ինչքան պետք է ասել, որ չէ, կապ ունեն։ Ինչևէ, այսինքն մենք խոսում ենք Հայաստանի իշխանության եւ բոլոր քաղաքական ուժերից, հենց քաղաքական ուժ չգիտեմ, որ ասի չէ ճանապարհները փակենք, անցնենք բնատնտեսության։ Այսինքն պետք է բացվեն այդ ամեն ինչ։ Հիմա բացվելու սկզբունքները պետք է լինեն։ Ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, կատարյալ վերահսկողություն, եւ դա պետք է վերաբերվի ոչ միայն Նախիջևանից Բաքու, այլ նաեւ բոլորին։ Նախիջևանի միջով Մեղրից մինչև Արադ եւ հետո դեպի Երևան, Իջևան Ղազախ ճանապարհին եւ դեպի Արևմուտք մնացյալ։ Այնպես որ ապաշրջափակումը ենթադրում այդ բոլոր կապուղիների բացումը։ Եթե միաժամանակյա չի ստացվում, կարելի է օրինակ սկզբից գնալ Հայաստանի վերաբացմանը, որտեղ մի քանի կիլոմետր է Երասխից մինչև Ադրբեջանի, Նախիջևանի սահման, հետո արդեն թող լինի Իջևան Ղազախ ճանապարհը։ Բայց պայմանավորվածությունը եւ աշխատանքները պետք է միաժամանակ սկսեն, որովհետեւ հիմա Ադրբեջանը ստացել է ինքնիշխանություն, Միջանցք, Հայաստանը փորձենք մի կիրթ բան գտնենք, ոչինչը երևի հնարավոր ամենակիրթն է, ոչինչ չի ստացել։ Այն ինչ որ Նիկոլ Փաշինյանը ասում էր 2001 թվականին, 25 տարի առաջ, տանկ Միջանցք դա պետք է ամերիկացիներին եւ Թուրքիային թող մեզ գա փող, նրա նման ինչ որ մի կարգավորում է։ Դրա նման, որովհետեւ Ադրբեջանը եւ Թուրքիան ստանում են Միջանցք, որը թուրքական ցեղերը, պետությունները կապում է Բոսֆորից մինչև Չինաստանի արևմուտք, վերահսկվում է Միացյալ Նահանգների կողմից, Հայաստանը լավագույն դեպքում այդ տրանզիտից ստացած փողի 24%, որը 50 տարի հետո կարող է դառնալ 49%։ Եվ այս լուծումը հենց օգոստոսի 8-ի փաստաթղթի մեջ է։ Մենք որ ասում ենք, իրանց ճողում են, թե այդպես բան չկա, որ ասում են դուք տալիս եք Ադրբեջանին անցում, հստակ սահմանված անցում,
Փոխարենը ստանում էիք ինչ որ անհասկանալի փոխադարձ առավելություններ եւ ասում ենք այդ փոխադարձ առավելությունը կարող է ընդհանրապես փողը լինի տրանզիտը դա ինչ որ կա Ադրբեջանը ստացա միջանցք մենք ստանում ենք սահմանափակ խիստ սահմանափակ տրանզիտ Ադրբեջանի տարածքով Այնել այս պայդրությամբ մենք մենակ ներմուծում ենք, ոչ մի բան չենք արտանում, ընդ որում ներմուծում ենք մի բան, որի հենց կրիտիկական կարիքը մենք չունենք, ասկան բենզինի հարցը լուծվել էր 30 տարի առաջ, ցորենի հարցը լուծվել էր 30 տարի առաջ։ Սա է իրականությունը։ Ավելին ասեմ, այն թուղթն է, որը ստորագրվել է, այնտեղ եթե պրեամբուլան կարդում եք, ինչա գրածա, որ որևէ իրավական պանջ ոչ Հայաստանի, ոչ Ամերիկայի վրա չի դրվում, այսքան Պրոտոկոլային մի հատ թուղթ է, որի թայմինգին ժամանակետին անդրադառնամ, եթե դեմ չեք մի քանի րոպե հետո։ Հիմա այս ճանապարհի հետ կապված։ Տեսեք, սկզբից խոսում էր ճանապարհ, երկաթուղի, միգուցե նաև ավտոմոբիլ։ Հիմա տեքստը, որ նայում եք, երկաթուղի, ավտոմոբիլ, նավթամուղ, գազամուղ, ինտերնետային կաբել, էլեկտրական հոսանքներ եւ անկեղծ ասած շատ զարմանալի է, այսինքն եթե կա Բաքու-Թբիլիսի Կարս երկաթուղին, Բաքու-Թբիլիսի Ջեյհան, լավ, Բաքու-Թբիլիսի Կարսը մի կողմ թողենք, Բաքու-Թբիլիսի Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի Էրզրում գազամուղը, այդ ինչ գազամուղը, ում է դա պետք, ինչի համար է արված, հավանաբար Նախիջևանի էներգետիկ կախվածությունը Թուրքիայից կամ Իրանից վերացնելու համար է, բայց մենք ինչ ենք ստանում դրա դիմաց, հիմա ասում էին ճանապարհ կլինի, երկաթուղի կլինի, բայց մենք միայն երկաթուղի եւ ավտոմոբիլային ճանապարհ չենք տալի, չէ՞, բայց նավթամուղ, գազամուղ, էլեկտրական հոսանք, ինտերնետային կաբել, դրա փոխարեն ինչ ենք ստանում։ Այդ որ այդ թրիփը որ կա, ինքը կարող է լինել ապաշրջափակման մեծ ծրագրի մի բաղկացուցիչ մաս։ Իսկ ամբողջականության համար մենք նույնպես պետք է ապաշրջափակվենք։ Հիմա եթե այդ ճանապարհը, որով կամ երկաթգիծը, որով պետք է անցնի, ռելսերը լինեն ոսկուց, ճանապարհը լինի ասֆալտի փոխարեն պլատինից, մեր ապաշրջափակման հարցը դա չի լուծում։ Մեր ապաշրջափակման հարցը կլուծվի, եթե բացվի Սադարակ երասխ ճանապարհը եւ եթե բացվի Իջևան Ղազախ ճանապարհը, որի մասին խոսք այսօր չկա։ Ես ինքս դեռ հարցրել եմ, երբ բյուջետային քննարկումներ աշնանը խորհրդանում, ես հարցրել եմ Խուդացյանին, բյուջեում փող հատկացվել է Սադարակ ներողություն, երասխ Նախիջևան սահման, ասելա չէ, Իջևան դեպի սահման բյուջեում փող հատկացվել է, չէ, բայց արի ու տես, որ թրիփի համար արդեն փող հատկացվել է։ Այսինքն անկախ դրանից, թե այդ անցումը լավ նկատեն ֆիզիկական ենթակառուցվածքը լավն է, թե լավը չի, մեր ապաշրջափակման հարցը չի լուծում։ Հիմա գանք միջանցք, թե չմիջանցք, սա է խնդիրը։ Նախ սկսենք դրանից, որ մինչև հայտարարության մասին երբ առաջի անոնսը եղավ, նույն Մարկո Ռուբիոն հստակ միջանցք բառն օգտագործեց։ Հետո հավանաբար խնդրել են ասեն ախորպես այդ միջանցք բառը մի ասա, էլի ցատանը, մի ասա։ Հա, էլի մի ասա։ Հետո գալիս է ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն եւ այլն։ Այդ որ ես կարդում եմ, հիշում եմ այն պատմությունները, որոնք շրջանառվում էին սովետի վերջի տարիներին, երբ Պաուրսևակի անդրելի զանգակատուն կոմունիստական իշխանությունները չէին ուզում տպեին, երբ այն ժամանակվա ՑԿ-ի առաջ քարտուղարը կանչեր, ասեր ախորպես էլի գոնե մի երկու տեղ Լենին բառը օգտագործել, Լենին, պարտիա, ռևոլյուցիա, պրոլետարիատ, տենց մի բան գրի, որ թողենք անդրելի զանգակատունը տպագրվի, էլի։ Այսքան այդ սիրուն բառերը ասանք մտցրել են, որպեսզի հայկական կողմը ասելա, որ մենք էլ Երևանում մի բան կարողանանք ասենք, էլի։ Այդ է խնդիրը, որտեվ back office, front office, ինչի, խի, why։ Հիմա եթե ճանապարհը գալիս է, դու ունես թե մաքսային ծառայություն, թե սահմանապատ ծառայություն, էլ ինչ back office, էլ ինչ front office, ինչի։ Ուստեղ մի անգամից գալիս է Ադրբեջանի պահանջը, հիշում եք, չէ՞, հայերի հետ Ադրբեջանը չպետք է շփվի, չպետք է հաղորդակցվեն։
Եվ ստեղ ինչ-որ մեկ back office, front office, դե կարևորը back office-ն է, մենք ենք որոշում այն շտաբերություն front office-ում ով շփվելու է բանը։ Այսինքն, այդ թուղթը, որը կա, ինքը մաքուր ադրբեջանական պայմաններին է, պահանջներին է բավարարում, եւ կա նաեւ իհարկե ամերիկյան շահը, որը չեն էլ թաքցնում եւ ինչի պիտի թաքցնեն, ես էլ Թրամփի տեղ լինեի, նույնն էլ ես կանեի, իրանք ստանում են, վերահսկում են անցումը դեպի կենտրոնական Ասիա, Թուրքիայից, նաեւ հստակ նշված է, որ իրանք ռեսուրսների հասանելիությունն են, այնպես որ ես մի անգամ ասել եմ, եւս մի անգամ եմ ասում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շատ անհասկանալի գործարքի արդյունքում գերմանացիներից անցավ ռուսներին, ես չգիտեմ ինչ կլինի վաղը, Հայաստանում տեղ նշված էր, որ հազվադեպ ներողություն հազվագյուտ մետաղական միներալների մասին կա, Հայաստանում կարծեմ չկան հազվագյուտ միներալներ, բայց կա մոլիբդեն, կարծեմ մտակ այդ զարգացումներն են լինելու, այդ կողմերի շահը շատ լավ հստակ է, մեր ինչ, եւ ստեղ արդեն շատ կարծես մասին էլ ասեմ 2020 թվականի նոյեմբերի փաստաթղթի մեջ, չէ, կար երկու միջանցք եւ բարերը որ նայեք, իրանք համարյա պարիտետային նույն սահմանումներ։ Ադրբեջանը տալիս է միջանցք Լաչինով, Երևանից Ստեփանակերտ, Հայաստանը տալիս է միջանցք Բաքվից Նախիջևան։ Այն ճանապարհը գործում էր Լաչինով, այս մեկը չբացվեց։ Եվ դա բերեց նրան, որ Ադրբեջանը հարձակում գործեց Արցախի դեմ, եւ եթե Փաշինյանի տերմինով խոսենք, այն թոկը, որը գցած էր Հայաստանին, կտրվեց։ Սա էլ նույնիսկ թե արտաքին քաղաքական որոշումները որտեղ են կայացվում։ Եվ վերջապես թայմինգի մասին, իհարկե այդ ամբողջ բանակցությունները գաղտնիության պայմաններում են լինում, բայց հիշում եք, որ հայկական աղբյուրները արտահոսք էին կազմակերպել, որ Ամերիկայի փոխնախագահ պիտի գա Հայաստան, Երանի գար, բայց հիմա եթե փոխնախագահ գալիս է, թուղթ պետք է ստորագրվի։ Մենակ Գառնի Գեղարդի համար չեն գալիս այդ մարդիկ։ Հիմա եթե այս թուղթը ստորագրվեց, բա ինչ պետք է ստորագրվի։ Այնպես որ ես չեմ կարծում, ներողություն եմ խնդրում, կարծում եմ, որ ստորագրության ժամկետը սերտորեն առնչվում է նաև Իրանի զարգացումների հետ։ Որտեվ հիշում եք 18 թվականին Բոլթոնը եկավ Հայաստան ինչ պահանջ դրեց, այնպես որ ես չեմ բացառում, որ այդ պահանջը նույնպես դրված լինի, եւ խոսքը չի գնում բացառապես 25%-անոց մաքսատուրքերի վրա, բայց մենք հասկանում ենք, որ ինչ վիճակում կայտնվի Հայաստանը, եթե հայ-իրանական սահմանը փակվի, կամ անկայունությունը մեր տարածաշրջանում շարունակվի։ Սա վրա աչք փակելը չի կարելի, ուղղակի այս վերջի ռետորաբանությունը, որը գալիս է օվկիանոսից այն կողմ, մի քիչ ավելի մեղմվել է, այնպես որ հույս ունեմ, որ ռազմական բախման գործը չի հասնի, որովհետև այս դեպքում արդեն իրոք շատ բարդ իրավիճակի առաջ ենք կանգնելու եւ այս իշխանությունների այս մորեխի քաղաքականությունը ստեղից ընտեղ թռնել, ստեղից ընտեղ ինքը կբերի նրան, որ բոլոր այդ մայրաքաղաքները վերջը կասեն հələ մի հատ կողմնորոշվի։ Իսկ Հայաստանի անվտանգությունը ապահովում էր 30 տարի մինչև Փաշինյան եկող քաղաքականությամբ, որ դու բոլորի հետ վարում էիր ազնիվ փոխարինող քաղաքականություն։ Սրանց այստեղից այնտեղ թռնել ամեն ինչ խոստումներ տալ, միայն թե իշխանությունը պահեն կարող է մեր համար շատ մեծ ռիսկ վատ հետևանքների։ Շնորհակալություն։